Հյուրեր, հարգելի ներկաներ, նախ թույլտվեք շնորհավորել բոլորիս մեծ հաղթանակի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ այդ արժանապատիվ ժառանգությունը, որ յուրաքանչյուրիս ընտանիքում է, ձեր թույլտվությամբ նաև ուզում իմ ընտանիքի մասնակցության մասին մի փոքր դրվագ պատմել, տատիկիս եղբայրը 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, ցավալիորեն չի տեսել արդեն հաղթանակի պահը, որովհետև Կերչի համար մղված մարտերում ընկել է, բայց պապիկիս եղբայրը անցնելով պատերազմի բոլոր 4 տարիները տեսել է հաղթանակը ու շքանշաններով վերադարձել հայրենիք։ Ես վստահ եմ, որ այս արժանապատիվ ժառանգությունը յուրաքանչյուրիս ընտանիքում, յուրաքանչյուրիս մեջ մեզ անսահման կամքի ուժի հնարավորություն է տալիս այսօրվա չարիքի դեմ պայքարելու ու ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր այն ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կան, թե ներսից և թե դրսից անհրաժեշտություն է ստեղծում այս հաղթանակի հիշողությունը մեր մեջ տանել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար։ Հայաստանի քաղաքացին այսօր է բախվում է շատ մարտահրավերների հետ, որոնք դրված էին 80 տարի առաջվա հաղթանակի հիմքերում և նպատակ ունեին դրանք հաղթահարել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից, էթնիկ զտումից, այդ Ալիևյան բռնապետական ռեժիմը ցանկանում էր սպանել հայերին, ծերերին, կանանց, երեխաներին, միայն նրա համար, որ հայ էին, միայն նրա համար, որ ապրում էին իրենց հազարամյա հայրենիքում։ Հետևաբար, այս մարտահրավերները մեզ ևս հաղթահարելու համար անհրաժեշտ է այդ հաղթանակը մեր մեջ տանել։ Բայց այսօր նաև պարոն Եսայանի խոսքից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները, մեր մասնակցությունը այդ հաղթանակներում ու ոչ միայն Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակներին է փորձ արվում մոռացության մատնել ու տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը ոչ մի ընդհանուր կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30 տարի առաջ, որոնք եղել են 80 տարի առաջ։ Փաստորեն պարոն Եսայանի խոսքից պարզ դարձավ, որ նաև խոչընդոտում են մեր հաղթական հիշողությունը 80-ամյա հաղթանակի հետ կապված, այսինքն մեծ հայրենականում տարած հաղթանակի իմաստով։ Ես ուզում եմ յուրաքանչյուրիս կոչ անել, որ մենք մեր հոգում ու սրտում տանենք այդ հաղթանակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար և ազատվելու այն չարիքից, որի համար մղվել է նաև մեծ հայրենական պատերազմը։ Շնորհակալ եմ։